Ազգային ժողովը կշարունակի նոյեմբեր 11-ին սկսած հերթական նիստի աշխատանքները օրագարկին վրա է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Նիստին կմասնակցի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Հայաստանի Հանրապետության ելեմուտքի նախարար Վահե Հովհաննիսյան ազգային ժողովի նիստին 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծի ներկայացման ըսավ այն մեր կառավարության ամփոփիչ բյուջեն է մարտահրավերներով 65-ամյա ճանապարհի դրամապանական եզրափակում 2026 թվականի բյուջեով կամփոփենք այն առաջնահերթությունները, որոնք սահմանած էին կառավարության ծրագիրով միաժամանակ հայացք ուղղելով դեպի առաջ, դեպի խաղաղության եւ զարգացման նոր շրջան, որուն հիմքերը դրվեցան վերջին տարիներու ընթացքին ըսավ նախարարը։ Անշեշտեց, որ բյուջեն պետք է լաջգուն եւ կարողանա արագորեն արձագանքել արագ փոխվող աշխարհին։ Իր ելույթին մեջ Հայաստանի ելեմուտքի նախարար Վահե Հովհաննիսյան կարևոր նկատեց 2021-2026 թվականներուն իրականացված բարեփոխումները, ինչպես նաև ներկայացուց բյուջեի աճի թիրախներու եւ հարգերու մասին մանրամասնություններ։ Անոր խոսքով վերջին 5 տարիներու արդյունքներով մենք արձանագրած ենք միջինը 7.6% տնտեսական աճ։ Կոպենհագենի մեջ արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան հանդիպում ունեցավ նաև Դանիմարկի եվրոպական հարցերով նախարար Մարի Պիերի հետ։ Անդրադարձ կատարված է վերջին շրջանին շարք ուղղություններով արձանագրված ձեռքբերումներուն եւ հարաճիգա անելիքներուն վիզաներու ազատականացման ուղղությամբ։ Արարատ Միրզոյան ներկայացուցած է 8 օգոստոսի խաղաղության կակատնաժողովի արդյունքներով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններուն տարածաշրջանի մեջ եւ ատկյանցին տնտեսական փոխգործակցության զարգացման նոր հնարավորությունները։ Այս պարունակի մեջ անդրադարձ կատարված է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության եւ ադոր անբաժանելի մաս կազմող TRIP ուղի նախագծին, որուն կյանքի գոչումը ամբողջովին համահունչ է Եվրամիության համաշխարհային դարբաց ծրագիրին։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ յենթագործվածքներու նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյան ընդունեց Հայաստանի մեջ Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսի եւ նույն բաժնի ներկայացուցիչ Սոնիա Լոպեզը։ Կողմերը անդրադարձած են շարք մջանաբարաշինական առաջնահերթ ծրագիրներու, որոնք ունին ռազմավարական նշանակություն երկրի փոխադրամիջոցներու զարգացման եւ երթևեկության ավելցող հոսքերու սպասարկման տեսանկյունեն։ Երկուստեք ընդգծված է, որ նշված ծրագիրներու իրականացումը պիտի նպաստի Հայաստանի փոխադրամիջոցներու յենթագործվածքներու արդիականացման, տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային հաղորդակցություններու ընդլայնման։ Եգիպտոսի մեջ Հայաստանի տեսփան Արմեն Սարգսյան հանդիպում ունեցավ Կահիրեի Արևդուրի բալադի նախագահ Այմեն Աշրիի հետ։ Այս մասին կդեղեկացնեն Եգիպտոսի մեջ Հայաստանի տեսփանատունեն։ Հանդիպման քննարկված է Հայաստանի եւ Եգիպտոսի միջև արևդրական տնտեսական համագործակցության ընդլայնման եւ խորացման երկու երկիրներու գործարար շրջանակներու միջև գաբերու աշխուժացման, ինչպես նաեւ գործարար նախագծերու ներկայացման եւ հարաճմողման վերաբերող հարցերու լայն շրջանակ։ Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին թրքական ռազմական օդանավի գործանման հետևանքով զոհված են օդանավի մեջ գտնվող բոլոր 20 անձերը, անձնագազմի անդամները, գահաղորդե Անադոլու գործակալությունը։ C-130 ռազմական բեռնադար օդանավը գործանված է նոյեմբեր 11-ին Վրաստանի մեջ Ադրբեջանեն Թուրքիա վերադառնալու ադեն։ Վթարեն հետո Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հերախոսազրույց ունեցած է Վրաստանի վարչապետ Իրակլի Քոբախիձեին հետ։ Կողմերը քննարկած են որոնողական աշխատանքներու ընթացքը, ինչպես նաեւ հերախոսազրույց ունեցած են Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետները եւ քննարկած թրքական ռազմական օդանավի գործանման հարցը։ Ալի Ասադով նշած է, որ Ադրբեջան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու եւ օգնելու որոնողական աշխատանքներու հարցով։ Վրաստանի ներքին գործոս նախարարութենեն հայտնած են, որ քրեական գործ հարուցված է օդային երթևեկության անվտանգության գամադոր շահագործման կանոնները խախտելու հոդվածով։ Ածկի առաջ Թուրքիո պաշտպանության նախարարությունը հաստատած էր, որ Վրաստանի տարածքի մեջ վթարի ենթարկված է Ադրբեջանեն Թուրքիա ուղևորվող թրքական ռազմական բեռնադար օդանավը։ Թուրքիո ռազմական գերադեսչութենեն նշած են, որ գործանված ինքնաթիռի մեջ եղած են պաշտպանության նախարարության 20 աշխատակիցներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև ցավակցություն հայտնած է Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին օդանավի գործանման կապակցությամբ։ Ղազախստանի նախագահ Կասեմ Ժոմարթ Տոկաև պետական այցելությամբ Ռուսաստան կգտնվի, ինչպես ավելի գանուխ հայտնած է Ռուսաստանի նախագահի մամլոքարտուղար Դիմիտրի Պեսկով, այցի պաշտոնական ծրագիրը կսկսի այսօր։ Առաջնորդները բանակցություններ պիտի վարեն քննարկելու տնտեսական, քաղաքական, մշակութային եւ մարդասիրական համագործակցության հարցեր։ Ռուսաստանի նախագահի մամլոքարտուղար Դիմիտրի Պեսկով ասաց է, որ Ռուսաստանի եւ Ղազախստանի միջև արևդրական տնտեսական համագործակցությունը բազմակողմանի է։ Համագործակցության բոլոր ոլորտները մանրամասն
գազեն պիտի քննարկվին ադոնք փոխշահավեդեն օրագարկի մեջ պիտի լան գազի նախագիծեր երագոմ համագործակցություն բնական գազի մատակարարումներ եւ այլ թեմաներ նշած է Պեսկով Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ սպիտակ դան մեջ ընդունած էր կենտրոնական Ասիո 5 երկիրներու Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները Ամերիկայի նախագահը կենտրոնական Ասիան անվանեց չափազանց հարուստ տարածաշրջան ավելցնելով որ կփապակի ավելի ամրապնդել 5 երկիրներու հետ գործընկերությունը Աստանայի առաջնորդ Քասիմ Ժոմարտ Տոկաև սպիտակ տան մեջ կովեստի խոսքերով թիմաձեր Թրամփին թուք մեծ առաջնորդ եք երկինքեն ուղարկված pedagogan կորձիչ վերագանքնելու առողջ բանականությունը եւ այն ավանդույթները որոնք մենք բոլորս կգիսենք եւ կգնահատենք Միացյալ Նահանգներու քաղաքականության մեջ թե ներքին թե արտաքին Համոզված եմ, որ ծեր իմաստուն եւ համարձակ քաղաքականությունը կբահանջի վճռական աջակցություն ամբողջ աշխարհի մեջ։ Ծեր ղեկավարությամբ Ամերիկան կմտնի նոր ոսկե դարաշրջան, ըսած է Տոկաև։ Ան ավելցուցած է, որ Թրամփի քայլերը կօգեշնչեն արդար եւ ուժեղ Ղազախստան կառուցելու նպատակային ռազմավարության իրականացումը։ Քաղաքական կորձիչը հիշեցուցած է, որ Թրամփ 8 ամսվան մեջ 8 պատերազմ ավարտեց։ Ռուսաստանի նախագահի մամլոքարդուղար Դիմիտրի Պեսկով ասաց է, որ Կրեմլինի մեջ լսած են Ղազախստանի ղեկավար Քասիմ Ժոմարտ Տոկաևի ողջույնը Ամերիկայի նախագահին ոչ մեկ տարօրինակ բան կա, ասաց է Պեսկով։ Ֆրանսան Բաղեստինին պիտի օգնի պետության սահմանադրությունը մշակելու կդեղեկացնի Reuters այս մասին Փարիզի մեջ Բաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններեն հետո հայտարարած է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն։ Ան ասաց է, որ Ֆրանսան եւ Բաղեստինը պիտի ստեղծեն համատեղ հանձնաժողովը Բաղեստինի սահմանադրության մշակման ուղղությամբ աշխատելու համար։ Նախագահ Մակրոն ավելցուցած է, որ Ֆրանսան 2025 թվականի համար գազային պիտի դրամացրի 100 միլիոն եվրո մարդասիրական օգնություն։ Բաղեստինի նախագահ Մահմուդ Աբբաս իր նշած է, որ իրենք հանձնարարու են երկխոսության եւ խաղաղության մշակույթին։ Ամերիկայի pedagogan քարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնի մեջ հանդիպում ունեցած է Սուրիո արտաքին գործնախարար Ասադ Շայբանի եւ Թուրքիո արտաքին գործնախարար Հակկան Ֆիդանի հետ կհաղորդի Ամերիկայի pedagogan քարտուղարությունը։ Ըստ հաղորդակցության 3 թիվանակետները քննարկած են դարաշրջանային գայունության եւ անվտանգության ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի շարունակական ջանքերը։ Անոնք նաև քննարկած են Սուրիո մեջ անհետ կորած ամերիկացիներուն գտնելու շարունակական ջանքերը։ Pedagogan քարտուղարը ընդգծած է նախագահ Թրամփի հանձնարարությունը խաղաղության եւ փառքավաճման հնարավորություն տալու սուրիացի ժողովրդին եւ դարաշրջանային գործընկերության կարեւորությունը Սուրիո վերագանքման ջանքերուն աջակցելու համար նշված է հաղորդակցության մեջ։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը